Պարոն Համբարյան արդեն 5-6 օր է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, շատ թեկնածուների նախընտրական ծրագիրը հայտնի է, ինչ կանխատեսումներ ունեք եւ ինչ դիտարկումներ ունեք այս օրերի ընտրական քարոզարշավի հետ կապված։ Դե հարցի վերջի մասից սկսեմ, քարոզարշավը ավելի հանգիստ է ընթանում, քան ես պատկերացում էի, որովհետև մինչև քարոզարշավը գործող իշխանությունների ներկայացուցիչների ադեկվատ վարքագիծը այն է հիմնական մրցակիցներին պիտակավորելը, վիրավորելը, զրբարտելը լավ է, որքան հասկացա, իրանք էլ հասկացան, որ դա իրենց դեմ է ամբողջը դուրս գալու, դադարեցրեցին, բայց հիմա իշխանությունները ացել են նոր ճնշման մեթոդի, քննիչական կոմիտե են կանչում թեկնածուներին, ինչ որ տարիներ առաջվա խնդիրներ քննարկելու կամ պարզաբանելու, ամեն դեպքում այս պայծրությամբ ամեն ինչ հանգիստ է, քաղաքական ուժերը ներկայացում են իրենց ծրագրերը, որքան նկատել են բացի ԿՊ-ից բոլորը արդեն ինչ որ ձևաչափով ներկայացրել են իրենց տեսլականը քաղաքի զարգացման պահով, ԿՊ-ն գիտեք, վարչապետի մագարտակով մասնակցեց տեխնոպարկում այդ իրենց դրամահավաքի եւ անկապ այդպես Brabus-ից Brabus, Range Rover-ից Range Rover, ասենք այդ տիպի հին արդեն մաշված խոստումներով հանդես եկավ, դա անհարգալից վերաբերմունք է ընդհանրապես գյումրեցիների նկատմամբ։ Պարոն Համբարյան, ինչ կանխատեսումներ ունեք, ինչպես կզարգանա իրավիճակը եւ ինչ է կարծում, ինչ քաղաքական ուժեր կոալիցիա կկազմեն, ով կհաղթի, ինչ է, այսպես մոտադուտ ունեք կանխատեսում։ Դե քանի որ մենք գործ ունենք շատ դեպքերում ոչ ադեկվատ Նիկոլի հետ, կանխատեսումներ չեմ կարող անել, թե ինչպես կզարգանա այս առաջիկա մեկ շաբաթյա գործընթացները, որովհետև մարդը կարող է մեկին ձերբակալի, մեկին պարտադրի հրաժարվել մրցապայքարից, այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, ինչ վերաբերվում է կոալիցիաներին, շատ ճիշտ նշեցիք, որ հələ բերեք տեսենք ինչ քաղաքական ուժեր կանցնեն ավագանի, հետո նոր ենթադրյալ կոալիցիաների մասին այս պարագայում կարելի է խոսել, բազմաթիվ ձևաչափերով կարելի է ուրեմն համագործակցությունը նույն գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի միջև պատկերացնել, բայց մինչև ընտրությունները տեղի չունենան, դա անշնորհակալ գործ է ենթադրությունների հիման վրա նշել, թե որ քաղաքական ուժը ում հետ կոալիցիա կկազմի։ Իմ կարծիքով այս պայծրությամբ 4-ից 5 քաղաքական ուժ հաստատ կհաղթահարեն համապատասխանաբար 4 եւ 6% շեմերը, դա կուսակցությունների եւ դաշինքների պահով եմ ասում, չի բացառվում, որ բարձր մասնակցության պարագայում եւս մեկ քաղաքական ուժ կարող է անցնել ավագան։ Պարոն Համբարյան, ինչպես տեսնում ենք, իշխանությունը շարունակում է պնդել, որ նախկին իշխանության ներկայացուցիչների եւ իրենց միջև է լինելու ընտրությունը, սա արդյոք շատ գյումրեցիների հետ չի պահի, որ գնան ընտրատեղամաս։ Դե գիտեք, այդ նույն պլաստիկայից է, էլի, Ալան Թալանի հետ բերելը ու նախկին ներկա անելը։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, իրանց տեխնացու, որին իրենք անվանում են մեր Սարիգը, իրականում իրանց Սարիգը չէ, Սարիգը շատ շատերի հետ է համագործակցել եւ ի պատիվ իրեն ինքը չի էլ դա հերքում։ Ես չեմ ուզում 2017 թվականից առաջ ընկնել ու ասել, թե Սարիգը ում հետ է համագործակցել կամ ինչ ձևաչափով է համագործակցել, բայց ոչ վաղ անցյալում 2017 թվականին Սարիգ Մինասյանը եղել է ՀԿ-ական Արման Սահակյանի ամենավստահելի մարդկանցից մեկը Գյումրիում, ով ակտիվ ՀՀԿ-ի համար ձայներ է հավաքել։ Թե հիմա մեր Սարիգը ասող քայլիստները լավ կլինի պարզաբանեն, թե հիմա իրենց Սարիգը ինչպես էր ընդամենը 9 տարի առաջ ակտիվ զբաղվում ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով եւ ՀՀԿ-ական ուրեմն ցուցակով, ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզից պատգամավոր ընտրվող Արման Սահակյանի համար ձայներ հավաքելով։ Ընդամենը այսքան։ Պարոն Համբարյան, նաև խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Սարիգ Մինասյանը ընդամենը գործոն է, որին ՀՊ-ն օգտագործում է, նրանք բոլորովին այլ քաղաքապետ են նախատեսել։ Չի բացառվում, որովհետև իրանք շատ լավ հասկացան, որ
այն ռեսուրսները, այն դեմքերը, որոնք իրենք ունեին Գյումրիում ուղղակիորեն տապալված են բոլոր ձևաչափերով եւ նրանց միջոցով Գյումրիում իշխանության գալը շատ դժվար կլինի, Սարիկ Մինասյանին բերեցին առաջնաղցեն հավաքելու նպատակով, երկրորդն չի բացառվում, որ այո գործընթացը ավարտելուց հետո նախ ես չեմ պատկերացնում, որ այս պայտրությամբ ԿՊ-ն ունի 50% պլյուս 1 ձայն, որ Սարիգը միանձնյա դառնա քաղաքապետ, ֆանտաստիկայի ժանրից է կամ սուպեր կեղծարարությամբ պետք է զբաղվեն, որ այդ արդյունքը ստանան, բայց եթե Աստված ոչ անի Սարիգը ընտրվի էլ, Սարիգը երկար չի մնա քաղաքապետ, որովհետև ինչպես շատ շատերը ենթադրում են, իրենց քաղաքապետի տեխնատուր Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Պարոն Համբարյան, քաղաքացիների մոտ մի այսպիսի մտավախություն կա, ասում են մենք տանք մեր ուզած ուժին, այդ ուժը հաղթի, արդյոք չկա մտավախություն, որ ԿՊ-ն նորից նույն սցենարը կկրկնի, արդյունքում կստացվի նույն շրջապտույտի մեջ ենք, իշխանությունը զավթվում է ԿՊ-ի Որ կողմից։ սցենարը օրինակ։ Օրինակ ինչ կիրառվեց Բալասանյանների դեպքում, Դե հիմա գիտեք ինչպես պետք է նայենք, թե ինչ քաղաքական ուժեր պետք է հայտնվեն ավագանյում, որպեսզի սցենարները պատկերացնենք, այսպես օդի մեջ Կիկոսի մահը հեքիաթի նման դնել ու հələ ոչինչ չեղած արդեն վախենալ, դա անտրամաբանական է։ Ամենայն դեպս ծանոթ եք Դե տեխնացուներին մենք ծանոթ ենք ինչ եղավ Բալասանյանների հետ, մենք ծանոթ ենք ինչ եղավ Ախուրյանում, Ալավերդիում, Վանաձորում տարբեր սցենարներ կա։ Իշխանազավթման տարբեր սցենարներ կա, բայց եթե վախենալով պետք է շարժվենք, իմաստ չկա ուրեմն շարժվելու։ Ուրեմն պետք է գործել, պետք է պայքարել։ Նաև մի այսպիսի իմիտացիա են ստեղծում, հատկապես ընդդիմադիր դիրքավորված հատվածը, որ Նիկոլը այստեղ պարտվել է, Նիկոլ Փաշինյանը այստեղ պարտվել է, ինչը շատերին թույլ է տալիս, այսպես ազատում է ընտրատեղամաս գնալու ճակերտավոր բոքսից։ Սա ինչպես եք Չէ, մեջբերում։ այդ կեղծ թեզերին մեր ընտրողները պետք է չհավատան, որքան հնարավոր է շատ ընտրողներ պետք է գնան ընտրատեղամաս եւ կատարեն իրենց ձայնը, եւ կատարեն իրենց պարտականություն, իրենց ձայնը տան իրենց նախընտրած տեխնազուին, որբիսի թույլ չտան, որ ԿՊ-ն եւ նրա արբանյակները, որոնց ընտրողները ակտիվ են լինելու, հանգարց կարողանան գալ իշխանության։